Ճիշտ է, Թանյա, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, ամեն շաբաթ այսպես մեր տաղավարից մի քանի թեմաներ էինք անդրադառնում։ Վերջերս Պաշտպանության նախագահի նախարար Աշոտ Կարապետյանը իր ծավալուն ասոցի ժամանակ խոսել էր այն մասին, որ Հայաստանը վերջի շրջանում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես բավականին մեծ խմբականակ անորակ զենքի գնումներ է իրականացրել։ Կարծում Պաշտպանության բանակից արձագանք եղավ։ Ես կխնդրեմ այս թեմայից սկսել եւ նաեւ ինչ ունեք ասել այսօր առանձնացնել։ Պաշտպանության բանակից չի եղել արձագանքը, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մի քանի օր առաջ ռուսական Իզվեստիա լրատվամիջոցի մամուլի կենտրոնում Պաշտպանության նախկին նախարար գեներալ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց տվեց հայ եւ ռուս լրագրողների մասնակցությամբ, ծավալուն մամլո ասուլիս էր եւ գեներալ Արշակ Կարապետյանը խոսելով Հայաստանի կողմից այլ երկրներից ձեռք բերված զենքի մասին նշել էր, որ ինչ գնում են որևէ երկրից, կոնկրետ երկրների անուն չէր նշել, ասել էր, որ այդ զենքերի 90%-ը կիրառելի չէ տարբեր պատճառներով։ Զենքերի մի մասը տեխնիկական պատճառով կիրառելի չէ, մյուս մասը այլ պատճառով։ Իհարկե այս գեներալի այս ասածը շատ ցավոտ էր ընդունել իշխանությունը, չէ որ ինքը ամպագորգոր ասում է զենք են բերում այս երկրից, սա մտավ, նա մտավ եւ միանգամից իր հոգացության տակ գտնվող փորձագետներին, ես թեպետ դրանց ավելի շատ կհամարեմ փորձանքագետներ, դրանց հրավիրել էր այսպես զրույցի, թե տեսեք Պաշտպանության նախկին նախարարը ինչ է ասում, որ Հայաստան ներկրված զենքերի 90%-ը կիրառելի չէ։ Իրականում Արշակ Կարապետյանը խոսել էր հրետանու եւ ներկրված արկերի մասին, ասելով, որ այլ երկրներից բերված արկերը համապատասխանում են ավելի շատ ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ Հայաստանի հրետանին ռուսական հրետանի է եւ եթե ուզում են կիրառել այդ ականները, նախ պետք է դրանք կիրառեն նաեւ այլ հրետանու ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան հրետանու վրա։ Իսկ Հայաստանի տնտեսությունը ցավոք այսօր այնպիսի լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որ Հայաստանը չի կարողանա ամբողջ հրետանային համակարգը փոխի եւ ոչ միայն չի կարողանա փոխել, եթե ռուսական մեկ արկը 151 ռուսական արկը կարող է մեկ կրակ արժենալ $300 համարժեք, այլ երկրից բերված մեկ արկը կարող է արժենալ մինչև $1500։ Հիմա ինչու՞մն է այս մարդկանց ոռնոցը, ինչ են ուզում սրանք ասեն, որ չէ, մենք կարող ենք բերել եւ այլն եւ այլն։ Հիմա ես այդ իշխանական փորձանքագետներին անուններն էլ չեմ հիշում, որովհետեւ այսպես փորձեցի որոնողական Google համակարգում տեսնել ովքեր են, առանձնապես ոչինչ չգտա իրենց մասին։ Ուզում եմ այսպես ուղղակի ասել, եթե օրինակ Աստված մի արածե պատերազմ սկսվեց, իսկ մենք գիտենք, որ օրինակ Հնդկաստանը համարվում է Ամերիկայի դաշնակից, ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր եւ հրաժարվեց ձեզ զենք տալուց, ինչ եք անելու դուք։ Ինչ եք անելու այդ բերված մի քանի ականով, ինչպես եք այդ ականերից օգտվելու, եթե հրետանին չի համապատասխանում ձեր բերված ակաները գործածության դնելուն, կամ օրինակ, եթե բերում եք այդ զենքը, հաշվել եք Հնդկաստանից, Պարսից ծոցով, այնտեղ նորից բեռնատարներ լցնել, բերել, հասցնել Հայաստան, դա ինչ գին է նստում, ասացի, որ մեկ ականի կրակոցը արժե $1500, ռուսական ականինը արժի օրինակ $300, եւ ինչ կարժենա Ռուսաստանից բերված ականը, եթե ուզում են ուղղակի ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնալ, ապա պետք է նախ երկրի տնտեսությունը զարգացնել։ Այնպես չի, որ ռուսական զենքը որակապես զիջում է այլ երկրների զենքին, պարզապես Ռուսաստանում զենքը զինամթերքը ավելի էժան է, պայմանավորված մի շարք հանգամանքներով, որ օրինակ Ռուսաստանում աշխատուժը ավելի էժան է, Ռուսաստանում մետաղի արդյունահանում կա,
եւ ի վերջո Ռուսաստանում էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է։ Կհիշենք, որ բոլորովին վերջերս երբ հրահրվեց հնդկապակիստանյան այդ ընդհարումը եղավ, Հնդկաստանի պաշտպանության նախարարը եւ վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանին իրենց S-400 զենիթահրթիռային համակարգի համար, որոնք օգտագործել էր Հնդկաստանը այդ օրերին։ Ասեմ ավելին, եթե այդ փորձանքագետները այդքան շատ լավ են հասկանում, թող իրենց նեղություն տան եւ դնեն ուսումնասիրեն ու տեսնեն, թե օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում քանի միլիոն ական է կրակվել։ Քանի միլիոն ական։ Նորից եմ ասում, Աստված մի արասե, եթե պատերազմ եղավ, որտեղից այդ ակաները ձեզ։ Մեկ այլ բան են ասում, թե սրանք ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ականները խոցում են ճշգրիտ օբյեկտներ։ Նորից եմ ասում, ձեզ նեղություն տվեք, մտեք որոշ սայթեր ու տեսեք, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը մոտ 100 քառակուսի կիլոմետր առաջխաղացում է ունեցել դեպի Ուկրաինա, շնորհիվ հրետանու ճիշտ գործողությունների։ Ես նման անհեթեթ հայտարարությունները, որոնք ուզում են իբր փաթաթեն հասարակության վզին կամ մեղադրեն պաշտպանության նախկին նախարարին, ես դրանք համարում եմ ոչ այնքան չիմացության, մանիպուլյացիայի արդյունք եւ իրենց վախերի արդյունք, որ իրենք վաղը չեն կարողանալու պատասխան տան, թե առել են այդ ականները, բայց ինչու չեն կարողացել դրանք օգտագործեն։ Փողը տվել են, ինչու չեն կարողացել դրանք օգտագործեն։ Եվ այստեղ հարց է առաջանում, ինչու պաշտպանության նախարարությունը չհերկեց պաշտպանության նախկին նախարարին, այլ ինչ որ իշխանական փորձանքագետներ որոշեցին հերքել, որովհետև պաշտպանության նախարարությունը շատ լավ հասկանում է, որ չի կարող հերքել անհերքելին։ Հիմա քանի որ իրենք այսպես զբաղված են միայն մանիպուլյացիայով, զբաղված են լուծարումով, երկրի տարբեր կառույցներ լուծարելով, մասնագետների կոնկրետ ոլորտի աշխատածների ասածը այսպես մրոտելով, ես ուզում եմ անդրադառնալ իրենց նաև վերջին նախագծին, որը բերվեց կառավարություն եւ պատգամավորներից ԿՊ-ական մեկ պատգամավորներից մեկի ձեռան բերվեց ուղարկվել է նախագիծը կառավարությունում, ապա պիտի նաև խորհրդարանում քննարկման դրվեր։ Քննարկումը հետաձգվեց, բայց այնպես չէ, որ դա չի քննարկվի, դա փողով բանակից ազատվելու նախագիծն է։ Մի քանի օր առաջ սրան անդրադարձել եմ, հիմա եւս ուզում եմ մեկ այլ ասպեկտից անդրադառնամ։ Ինչ է նշանակում փողով ազատվել բանակից, սա նշանակում է լուծարել բանակը։ Մենք վերջին շրջանում շատ ենք լսում, օրինակ բոլորովին վերջերս ականազերծման աշխատանքներից մեկ զինվոր էր Վարդենիսի տարածքում վիրավորվել։ Ինչ է անում այսօր Փաշինյանա-Պապինյանական բանակը, ականազերծման աշխատանքներ, որոնք այդ տարածքները հետո պիտի հանձնեն թշնամուն։ Մյուս կողմից բանակը, ռուսական բանակը պահում է հայ-թուրքական սահմանը։ Եվ սրանք մտածում են, եթե այս կողմից ականազերծում ենք տանք նրան, մյուս կողմից ռուսները պահում են հայ-թուրքական սահմանը, այն մի կողմից էլ Իրանը ասում է, որ իմ համար կարմիր գիծ է այս հատվածը, Իրանը թույլ չի տա որևէ տեղ ինչ-որ բան լինի, կմնա այնտեղ վրացական սահմանը, ըստ երևույթին դրանք էլ կլինեն այդ փողով ծառայողները, որովհետև իրենք այսպես աստիճանաբար կլուծարեն բանակը եւ կասեն բեր մեզ մուծվի 20 միլիոն, 22 միլիոն, 18 միլիոն, հետո կարողան 6 ամիս հետո տեսնեն լավ շահեկան ծրագիր է, այդ ստավկան բարձրացնեն, դարձնեն 30 միլիոն,
կբերեն կմուծվեն, ինչ զինվորը մեկ ամսում իրեն հագուկապը չի կարողանում արագ հագնվելու անկողինը հավաքել, մեկ ամսում այդ ինչ պիտի սովորի, որ դուք որոշում եք, որ պետք է վճարի օրինակ 22 միլիոն, մեկ ամիս հետո զինվորական գրքույկը ստանա, կամ ով է ձեզ թույլ տվել, որ սոցիալապես վատ ապրող մարդկանց երեխաները պետք է գնան, պաշտպանեն այստեղ ձեր փողերը ու ձեր հարստությունը, ով է ձեզ թույլ տվել, որ դուք կուտակեք հարստություն եւ այդ հարստության արդյունքում ձեր երեխաները չգնան պաշտպանեն հայրենիքը, իսկ աղքատների երեխաներին ասեք դուք գնացեք պաշտպանելու։ Մենք շատ լավ գիտենք այսօր դուք ստեղծել եք այնպիսի իրավիճակ, նախկինում եթե այսպես պատվով գնում էին տղաները ծառայելու, երկու երաժշտությունով մարդիկ ճանապարհում էին, երկու երաժշտությունով դիմավորում էին, ցավոք նաև այո ունենում էինք զոհեր, հիմա մարդիկ տոմսի իրենց ամբողջ գույքը դարձնում են տոմսի գումար եւ իրենց երեխաներին դուրս են տանում, որովհետեւ ոչ ուզում են վճարել Նիկոլ Փաշինյան քեզ, ոչ Պապիկյան քեզ եւ ոչ էլ որևէ մեկին։ Հաշվում են ինչ արժի Եվրոպայի տոմսը այնտեղ հասնելը $3000, վաճառում են $5000, վաճառում են գնում են։ Ինչ արժի Հայաստան, Ռուսաստան տոմսը արժի 100,000, վաճառում են կամ չեն էլ վաճառում, թողնում ու գնում են։ Հիմա դուք բերել եք այնպիսի մի իրավիճակի եք հասցրել, երբ որ ասում եք թող մեզ հարուստները մուծվեն։ Մուծվելու մի օրինագիծ եք բերել, այստեղ դուք ոչ եւ արտագաղթը ահագնացնելու մեծ այսպես ռիսկ է սրա տակ դրված, որովհետեւ աղքատը շատ լավ հասկանում է, եթե իր երեխան պետք է գնա այսօր պաշտպանի օրինակ Տիգրան Ավինյանի ունեցվածքը, Աննա Հակոբյանի ունեցվածքը, Նիկոլ Փաշինյանի, Պապիկյանի, մյուս օլիգարխների, մյուս մեծահարուստների ունեցվածքը, աղքատը կվերցնի իր ինքնաթիռի տոմսը, իր տղայի հետ կգնա։ Դուք արտագաղթն եք մեծացնում, որովհետև դուք ուզում եք կազմակերպել 300,000 ադրբեջանցիների ներգաղթ Հայաստան։ Սրա տակ դուք մեծ ական եք դրել, այս նախագծի տակ կոնկրետ ական է դրված, որովհետև բանակում փողով ծառայելը նշանակում է լուծարել բանակը, լուծարում եք դպրոցներ, Տավուշի մարզում հարյուրավոր դպրոց ու մանկապարտեզներ, դպրոց ու գրադարաններ եք լուծարել, լուծարում եք հիվանդանոցներ, լուծարում եք բանակը, ինչ է որ դուք չլուծարեք, դուք խոսում են այսօր մասնագետը, պաշտպանության նախկին նախարարը խոսում է, որ դուք չեք կարող բերել այլ երկրի ական, որովհետև ձեր հրետանին դրանով չի աշխատի, ինչ որ անհայտ ծագմամբ մարդկանց եք մեյդան նետում եւ ասում եք պատասխանեք սրանց։ Պատասխանեք, ասեք, որ մենք կարող ենք։ Հիմա ես այդ փորձագետներին ասում եմ, հենց որ դուք գնաք, ձեր մեջքի վրա դրած մի արկղ ական բերեք Հնդկաստանից Հայաստան, ձեր մեջքի վրա դրած։ Ես կասեմ գնացեք, ուրեմն ինքնաթիռներով բերեք։ Թե մտածում եք այդ տաքսենյակներում 2 կոպեկ վերցնում, նստում եք, սկսում եք ինչ-որ բաներ ասել, դրանով դուք էսա դարձակ Ես ավելի հիմար հայտարարություն, քան իշխանական մեյդան նետած այդ փորձագետների հայտարարությունները չեմ լսել, եւ սա վտանգ է մեր երկրի, մեր պաշտպանական համակարգի համար։ Այսպիսի փորձագետները պարզապես ապականում են նաեւ հայոց բանակը։ Ես սա ասում եմ որպես հայ մայր, դուք ապականում եք հայոց բանակը, որովհետև դուք ուզում եք ծածկադմփոցի անել այն, որի վրա գումարներ են մսխվում կամ գումարներ են լվացվում։ Ձեր ասածը ոչ այլ է, քան դա, որովհետև այլ կերպ ես չեմ կարող, կամ ուղղակի ոլորտից գլուխ չեք անում, մի քանի կոպեկով ուզում եք ասացի հերքել անհերքելին։ Իսկ ընդհանուր առմամբ երկրում կուտակված խնդիրները այնքան շատ են, ոչ միայն բանակում, տեսեք 3 Սարդարապատի օրներ։ Ես ուզում եմ դրան գանք, տեսեք դուք կարծեմ ավտոերթ իրականացրեց շարժումը եւ Սարդարապատում Նիկոլ Փաշինյանը ծանոթ է իր հայտարարություններին։ Չեմ ծանոթացել, մեջ բերեք կարձագանքեմ։ Դուք ինչպես կմեկնաբանեք սա 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են։ Հայրենիքը
գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության։ Այս իշխանության համար ես չգիտեմ իրենց համար հայրենիքը քանի քառակուսի կիլոմետրն է, ինձ համար հայրենիքի պատկերացումը բոլորովին այլ է։ Այո, այսօր նորից սահմանին կրակոցներ են եղել եւ հիմա իրենց համար հայրենիք, ապագա, չգիտեմ, պլաստմասե քարտեզ, առնել ընկնել, ես ասել եմ իրենց նոր Հայաստանը դա Ադրբեջանի յենի Ադրբեջանն է, նոր Ադրբեջանն է։ Իրենք կոպի արած այստեղ աշխատում են։ Հիմա Սարտարաբադում դուք տեսաք տոնական տրամադրություն, դուք տեսաք հաղթանակի որևէ մեկը Սարտարաբադում տեսավ հաղթանակի տրամադրություն, չէ, կար այսպես պարփակված ոստիկանական պատ, իրենք եկան, իրենք այդ քարտեզը չգիտեմ, տարել էին թե չէ այն պլաստմասից, որ հանում են, բա եթե քո տարածքը դա է, բա ջերմուկում այդ ովքեր են նստած, բա Սյունիքի սարերում ովքեր են նստած, Վարդենիսի սարերում ովքեր են նստած, բա եթե քո տարածքը դա է, այդ ովքեր են նստած, դուք անգամ ձեր տարածքի չափը չգիտեք, դուք անգամ չգիտեք հայրենիքը որտեղից է սկսվում եւ որտեղից է ավարտվում, դուք գիտեք մի բան, ձեզ Ալիևը ասել է պետք է 300,000 ադրբեջանցու կազմակերպված ներգաղթ լինի, Արսեն Թորոսյանը հայտարարեց մոտ 1 ամիս առաջ, երեկ էլ Ալեն Սիմոնյանը ասաց, ինչ ասում է, հենց եկան առևտուր կսկսի իրականացնել, իրենք հայ հասարակությանը չափում են իրենց գիտակցության եւ իրենց մտարժեքների չափով, որովհետեւ իրենք մտածում են, որ այո, հայրենիքը կարող են ծախել մի քանի միլիարդով, հողը կարող են ծախել մի քանի միլիարդով, ինչու պիտի հայ, ասենք, գյուղացին բենզին չգնի ադրբեջանցուց կամ լոլիկ չգնի կամ մյուս, չգիտեմ ինչ չգնի, իրենք իրենց արշինով են չափում հայ հասարակությանը։ Ես կարծում եմ Եռաբլուրի այդ տղաները մեզ շատ ու շատերիս հանգիստ չեն տալիս, մենք դեռ անելիք շատ ունենք եւ երեկվա դուք երեք տեսաք Հանրապետությունում տոնական մթնոլորտ երկու քաղաքում էր Բաշապարանում եւ Գյումրիում, այո, տոնական մթնոլորտ չկար։ Սարտարաբադում գնացել ես մենք ավտոերթով, մեծ ավտոերթ համայնքական ճակատշարժումը իրականացրեց, գնացել ենք միայն ոստիկաներ են, ամբողջ տարածքում ոստիկաներ, մեքենան առաջ ովքեր որ եկել դրել են, գնացել են վաղուց, ինչից եք վախեցած։ Այս ինչ վախի մթնոլորտ է ստեղծվել, այս ինչ եք ստեղծել հանրապետության ողջ տարածքով, ինձ համար ամեն ինչ արդեն դառնում է անհասկանալի։ Ես երեք եմ իմ խոսքում ասել, մենք պետք է կարողանանք մերժել մեր հասարակությանը պարակտող թե ներսի թշնամիներին եւ թե դրսի թշնամիներին, այդ պարագայում մենք կկարողանանք ոչ թե ասենք Արցախի Ղարաբաղ այսպես վախեցած ծնկները ծալվելով խոսենք, մենք կկարողանանք, տեսեք, երեք Սարտարապատի մասին շատ էին խոսում, 15 թվից շատ կարճ ժամանակ հետո վեր գտավ ժողովուրդը իրեն եւ հաղթանակ կերտեց։ Մենք պարզապես այն ժամանակ կարողացան փոշիացնել այդ թշնամիներին, ովքեր պարակտում էին մտցնում, հիմա այս իշխանությունը ինչպես եկել է, բաժանիր, որ տիրես սկզբունքով աշխատում է եւ խոսել, որ սրանք հայրենիք, չգիտես, իրենց հայրենիքը Աղդամներ, որտեղ նուռ էին քաղում եւ անուշ նկարներ էին գցում համացանցում, իրենք իրենց հայրենիքը երբ ուզեն կգնան, դա իրենց հայրենիքն է, իրենց հայրենիքը եւ մեր հայրենիքը շատ տարբեր է, ես դա կասեմ։ Եվ չգիտեմ հասել եք Սամթանար, այսօրվա կառավարության նիստի ժամանակ է, Փաշինյանը անդրադարձավ համաներում այդ գերշքեղ հարսանիքին, գիտեք այդ Վիվարոյի սեփականատիրոջ երկրորդու հարսանիքներ, եւ սրան համեմատության մեջ զուգահեռ է անում, եկեղեցիները չուլանացված են, աղբանոց վերածված, ոյ, տեսեք, համաներում հարսանիք է եղել։ Ինչպես նորից ասեք, եկեղեցիները ինչ են։ Չուլանացված են, դե իհարկե, եթե մի երկրում կես միլիոն աղանդներ լինեն, ես իսեր Աստծո ոչինչ չունեմ, բայց եթե մի երկրում կես միլիոն աղանդ լինի եւ իշխանությունը որևէ քայլ չձեռնարկի այդ շարժումները մի քիչ հետ տանել, որ փողոցով անցնում ենք, իրենք են կանգնած։ Որ փողոցով մենք շատ լավ գիտենք այդ աղանդների ընդլայնումը Հայաստանում ինչ նպատակ է հետապնդում։
Բոլորս լավ գիտենք, դրանք նաև իրենց ընտրազանգվածն են։ Նաև իրենց ընտրազանգվածն են։ Իհարկե, ես որոշակիորեն ուզում եմ ասել, այո, մեր եկեղեցին այս տարիների ընթացքում հատկապես իրեն թույլ է դրսևորում։ Իրեն թույլ է դրսևորում, որովհետև հայոց եկեղեցին պետք է կարողանա գլուխ են գովում, ասում ենք, քանի 100 տարվա քրիստոնեական ժողովուրդ ենք, ամեն տեղ, ամեն փողոցում աղանդավորները մոտենում են, այլ հավատքի կրողները մոտենում են մեզ, ձեռնարկներ են պարզում եւ հասարակության հոգևոր ինքնագիտակցությունը այնքան բարձր չի այսօր, կան եկեղեցիներ հանրապետության մարզերում, որտեղ շատ լավ են գործում, ես մտնում եւ ուրախանում եմ, բայց գյուղեր կան հանրապետության մեծ 3-4 մեծ գյուղերը տարիներով եկեղեցի չունեն, ինչի, բայց ամեն մեկի գարաժը դարձրած է աղանդավորական կառույց, այդ մասով ես ուզում եմ նաև դիմել, որ հայ առաքելական եկեղեցին անելիք ունի եւ շատ անելիք ունի, ինչ վերաբերում է ճոխ հարսանիքներին, ես որևէ մեկի փողերը նստած չեմ հաշվում, որևէ մեկի ճոխ հարսանիքը ինձ չի վախեցնում կամ մտահոգում, չգիտեմ, աշխատել են անում են, այլ բան է, թե այդ գումարները կուզեն Դուբայում անեն, կուզեն Իտալիայում, կուզեն Սուրբ Ղազար կղզում անեն, այլ բան է, թե այդ գումարները ինչի հաշվին եւ ինչպես է հավաքագրվում։ Ես խոսում եի բանակի խնդիրներից, այսօր ոչ միայն բանակում, այլ նաեւ դպրոցներում խաղամոլությունը վխտում է եւ բանակում ահազանգեր կան, որ ինքնասպանությունների մի մեծ հատված այդ խաղամոլության արդյունքում է նաեւ տեղի ունենում։ Հիմա եթե մենք պիտի թուլացնելով մեր բանակը, թուլացնելով մեր դպրոցը, մեր հասարակություն, մեր ընտանիքները քանդելով փորձենք համալիրում շքեղ հարսանիք կազմակերպել, Քավլիցի, փորձեք այլ աշխարհում տարբեր Հայաստանում շատ ու շատ փողատերեր կան, որոնք վաստակել են իրենց բիզնեսով եւ այլն, որտեղ կուզեն թող այնտեղ հարսանիք անեն։ Չեմ խոսում համալիրում հարսանիք արվեց, եթե համալիրում ասենք գնում են այնպիսի երգիչներ են մուղամ կլկլացնում, համալիրում կարող է եւ հարսանիք արվել։ Եթե մենք դա որպես հուշարձան համալիրը չենք դիտարկում, դա պետք է պետական քաղաքականություն լինի։ Եթե դա որպես հուշարձան չենք դիտարկում եւ ցանկացած թուրքական կլկլոց թողնում ենք, որ այնտեղից լսվի, հարսանիք էլ կարող է լինել։ Բայց նայած թե դա ինչ փողերով հարսանիք է արվում, որտեղից դա ես կարծում եմ, որ այդ հարսանիք անողների տերերը նաև պետք է մտածեն այսօր իրենց բիզնեսը որքանով է վնասում հայ ընտանիքներին, բանակին, դպրոցականներին եւ ընդհանրապես վիճակագրություն սոցիոլոգներ վարձեն, ասեն մի հատ տեսեք մեր աշխատանքը այսօր ինչ վնասներ է հասցնում մեր հասարակությանն ու մեր պետությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։